Տելեհեռուստադիտողներ շարունակվում է կենտրոնի առավոտը ապրիլ 10-ից մեծ էկրաններին կլինի Զորաբ Բեկ-Գասպարենցի «Բարի մարդիկ» ֆիլմը, ինչի մասին եւ ոչ միայն խոսենք մեր հյուրի հետ։ Դե ասում է արդեն Պարզեով է մեր հյուրը, սցենարիստ դերասան Զորաբ Բեկ-Գասպարենցն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի գալուստ Հայաստան։ Բարի գալուստ, շատ ուրախ եմ, բարի գալուստ տուն։ Տուն, այո։ Լավ եք։ Լավ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ որպես բարեկիրթ հայ դատարկ ձեռքով չեմ եկել եւ ձեզ հրավիրատոմս եմ բերել հենց ֆիլմին։ Շնորհակալություն։ Բարի գաք, ուրախ կլինեմ։ Նկարահանվել են նահանգներում ֆիլմը։ Այո, նկարահանվել է նահանգներում։ Դրա համար ձեն չեմ անում, չեմ ասում, բա մենք ինչի չենք խաղում այնտեղ, որտեղ ուզում եմ ասել, դե գիտեք, ասում եմ հայտնի։ Այո։ Եկեք մի քիչ ֆիլմի մասին խոսենք, որովհետև կարճ էր տեսանյութը, բայց մի տեսակ այո, վերնագիրը, երաժշտությունը, այդպես փոքրիկ տեքստերը թույլ են տալիս ենթադրել, որ ենթատեքստեր ունի։ Ասեմ, ուրեմն անցյալ տարի ամառը շատ լուրջ նստած տանը բազմոցին հեռուստացույցի հետ կռիվ է անում։ Չարություն, պատերազմ, նախանց։ Ասի մտածեցի, որ բարությունն է պակասում ոնց որ աշխարհում։ Մեր մոտ հատկապես ես հիմա փորձում եմ ու ես ինքս ինձ խոստում եմ տվել ու հաստատ հավատարիմ կմնամ իմ խոստմանը, որ ես ապագայում ինչ անեմ, հայ հեղինակ եմ անելու։ Եվ հիշեցի Ուիլյամ Սարոյանի Գեղեցիկ մարդիկ ստեղծագործությունը, որին անդրադարձել էր նաև վարպետը Սոս Սարգսյանը։ Եվ այս ֆիլմը նվիրում եմ հենց վարպետի 95-ամյակին Սոս Սարգսյանին եւ մեծ Ուիլյամ Սարոյանը այնպեսի մի բան է ստեղծել, ես դե ճիշտ է սցենար սարքեցի եւ ֆիլմը նկարեցի։ Ինքը բարության մասին է, հավատարմության, բարության, ընտանիքի կարեւորության մասին է ֆիլմը։ Այն ինչ այդքան այսօր պակասում է մեր իրականության։ Ինձ թվում է դա արդիական է այսօր այս ֆիլմը, ինձ թվում է դա պետք է հասնի մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Ինքը համ կոմեդիա է, համ դրամա առակի մեջ։ Ես որ ասում են ժանրն ինչն է, ասում եմ առակ, բայց մեջ կա կոմեդիա եւ դրամա։ Տրագիկոմեդիա չի, առակ, որի մեջ կա կոմեդիա եւ դրամա։ Բայց մենք հիմա խոսում ենք, ասում ենք մեզ պակասում է հիմա շատ, դե մենք այս ժամանակահատվածում ենք ապրում, դրա համար մենք տեսնում ենք հիմա մեր խնդիրները, խնդիրները, այն մարդկանց զզվելի տհաճ պահվածքը, բայց երբ որ նայում ես մեծերին իրենց բանաստեղծություններում, չգիտեմ, իրենց վեպերում, պոեմներում գրել են, իրենք անընդհատ խոսել են դրա մասին, երևի բոլոր ժամանակներում է երևի դա պակասել։ Հա, բարությունը դա հենց ֆիլմում Սարոյանի խոսքերն ասում է, բարությունը դա ամենաթանկ ոսկե դրամն է։ Այսինքն ինքը անգին է։ Բարությունը դա միշտ ինչքան շատ լինի, մեկը այլ քիչ է, չի լինում շատ։ Դե ասում են յուրաքանչյուր հեքիաթ չարի եւ բարու մասին է, հետեւաբար դա միշտ լինելու է, կա, բայց եկեք այդ դեպքում ես հարցը վերաձևակերպեմ, պարոն Գասպարենց, որովհետեւ դուք ապրել եք երիտասարդ ժամանակ Հայաստանում, այլ Հայաստանում, այլ Երևանում։ Իրականում երիտասարդ ժամանակ։ Դե հիմա։ Եթե մեկ ծերենք, ես արդեն մեր հետ են ծեր։ Ես ուզում եմ իմանալ, երբ դուք երիտասարդ էիք, երբ տեսնում էիք հայտնի դեմքեր, հա, հեղինակություն ունեցող մարդկանց, այսօր որովհետև համատարած արժեզրկում են առհասարակ եւ մտավորականին, եւ արվեստագետին, հիմա ոնց հայտ այնց չպետք է լինի ժողովրդական, վաստակավոր ինչ առհասարակ, դերասանես խաղալ ինչ ես ուզում։ Մի տեսակ այս վերաբերմունքը կա, ուզում եմ հասկանալ այն ժամանակ, անկախ բոլոր խնդիրներից, ինչ Երևան էր, ինչ տարբերություն կար այն ժամանակվա Երևանի միջև։ Հարցին մի քիչ սկզբից պատասխանեմ։ Չարությունը ինքը ոնց որ հովանավորություն ունի, փողով է չարությունը։ Մի քիչ ավելի խորը բառ եմ ասում, բայց բարությունը ինքը հովանավոր չունի։ Բայց դեպքում կարաս հարցնես, բա ոնց է լինում, որ եթե հովանավոր չունի բարությունը, վերջում բարին հաղթում է չարին, որովհետև փողը վերջանալու հնարավորությունն է։ Դրա համար էլ բարին միշտ մնում է, անկեղծությունը, սերը եւ հավատարմությունը բարու մեջ է։ Դե ինձ համար բարու տերը տիեզերքն է։ Այո, տիեզերքն է, բայց այդ տիեզերքի արտացոլումը այստեղ կա։ Իսկ ինչի հիմա անդրադառնամ, այդ Երևանում, որը որ ասում ես այն Երևանում, այդ Երևանում mēs պատերազմել տեսանք, հաղթահարեցինք, լույս չկար, գազ չկար, հազիվ ամեն ինչ, հարևաններով իրար հետ գիտեինք, որ պատերազմը մեկս մեկի կողքին կանգնած։ Չէ, բայց ներկայացում էիք բեմադրում։ Իհարկե։ Արվեստի մեջ ապրում էիք։ Դվիժոկով թատրոնում, համազգային թատրոնով մենք ու
Սարգսյան Սոսը վարպետս ասում էր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բոլոր գյուղերում պետքա խաղանք։ Նույնիսկ եթե բեմ չկա Գոմում ու եւ մեր թատրոնի բոլոր ներկայացումները Գոմում ասենք փոխվում էին դուրս էին գալիս խաղում, դա ինքը հենց վերագրել էր որ համազգային թատրոն բառը դա նշանակում է համազգային բոլորի համար, բոլոր հայերի համար, թե այստեղ, թե Արցախում եւ թե Սփյուռքում։ Իսկ այն ինչ որ դեռ չեմ կարող ասել, դեռ մի քանի օր այստեղ եմ, բայց դեռ կհասկանամ այդ ինչի արժեքազրկվում այդ արտիստ հասկացողությունը, որովհետև շատ հարցեր կան, որոնք ում է ձեռնտու, որ արժեքազրկվի արտիստը։ Ազգային արժեքը մեղավոր է այդտեղ։ Իհարկե ոչ։ Ազգային արժեքներն է պետք։ Ես բազմիցս եմ ասել, որ մենք այնքան ցավոք սրտի քիչ ենք ազգովի 3 միլիոն, աշխարհում 10 միլիոն, որ մենք եթե ազգային չմտածենք, մենք կկործանվենք։ Մեր համար ազգային մտածելը դա առաջնային պետք է լինի, դրա համար ես ինձ մեջ ասում եմ խոստում եմ տվել, որ միայն անդրադառնամ հայ հեղինակին, ազգային գործերին։ Եվ սա եւս մի ապացույց Ուիլյամ Սարոյան, որը ապրել է Իգիթ Խանյան Յուրան, որը շշմելու խաղում է այստեղ, ինքը ասում է Սարոյան իմ համար դա Արարատ լեռն է, որ համ մերը չի, բայց մերն է ու հեռու է։ Քանի օր է որ այստեղ եք արդեն։ 4 թե 5։ Երկար եք մնալու։ Ֆիլմից վերջում կպատասխանեմ այդ հարցին։ Որ գաք տեսնեք ֆիլմը։ Անպայման։ Շատ ֆանտաստիկ լավ դերասաններ են խաղում Ալեքսանդր Խաչատրյանը, Նարեն Հայկազյան, Գրիգոր Հակոբյան, լավ երեխեք են խաղում շատ, Սարգիս Գրիգորյանի աղջիկը Յանան, շատ լավ։ Սկզբից մի քիչ բաներ, բայց հետո բացվեց, գենը խոսած է մեջը։ Կա, բան չասեմ, ռուսը մի լավ խոսք ունի, ասում է էկրան պակաժ, էկրանը ցույց կտա։ Դրա համար ավելի լավ է հիմա չխոսեմ, բայց իհարկե շատ կուզեմ ու որ շատ հայեր տեսնեն այս ֆիլմը, որովհետև ինքը ազդեցություն է թողնում ֆիլմի մեջ ու շատ մեծ դերակատարություն ունի տեղ թե բեմադրող օպերատորը Վարամ Մալոյանը, թե կոմպոզիտորը Արման Էլբերտը։ Այնտեղ պրեմիերա եղել է արդեն կինոյի։ Ես այնտեղ պրեմիերա չեմ անում, մինչև Հայաստանի քննությունը չանցնեմ։ Հասկացա։ Հա, Զոր, հետաքրքիր է դու այդքան շատ ակտիվ չես համացանցում, բայց նաև վերջերս ակտիվ ես հայտնի պատճառներից ելնելով, այսինքն մեր ծանր ստեղծված իրավիճակից ելնելով հերվից, երբ որ դու տեսնում ես շատ անարդարություններ, շատ բաներ, որ մարդու բանական խելքի նորմալ կիրք մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, այստեղ լինելով ու հերվում լինելով տարբերությունը որն է քո վերաբերմունքը երևույթի, վատ երևույթի։ Տես մարդիկ կան, որ ասում են, դե արվեստագետը քաղաքականությունով պիտի չզբաղվի, կամ ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Այդ ասողները հենց այդպես ասել է, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, դա էլ է քաղաքականություն։ Արդեն զբաղվում է։ Արդեն զբաղվում ես դրանով։ Գիտես, եթե ես պետքա, եթե ես պոետ եմ, պետքա չգրեմ իմ ազգի ժողովրդի համար, եթե ես նկարիչ եմ, պետքա չնկարեմ իմ ազգայինը, եթե ես բեմադրիչ եմ, պետք է չբեմադրեմ իմ ազգայինը, շատ կներ Շեքսպիրն ու Մոլերը թող սպասեն, իրանք կան, բայց այսօր հայ հասարակության համար հայ հերոսա պետք դաստիարակել, մեզ փոքր հաղթանակներ են հիմա պետք, մեզ շարժվել է պետք, մեր սիրտն ու արյունը նորից էլ ցավից զրկել, հասկանում ես ցավում է, արյունա ցավում են ինչ որ կատարում է, դրա համար այդ արյանը ցավը չգիտես ոնց արտահայտես, արտահայտելու միջոցն էլ լեզուն է։ Դրա համար երբ որ լռես, դա նշանակում է ինքդ քեզ մտնես ինչ-որ մի փակ սենյակ, փագես, ասես, այն բան, Յանի Կրասնի, Յանի Բելի։ Մեկը դուրս է գցելու։ Մեկը դուրս է գցելու, եթե քո մեջ կա, ես չեմ կարող։ Իմ հայրիկիս կողմը մշեցիներ են, մայրիկիս կողմը ղարսեցիներ են։ Իմ արյան մեջ ինչ-որ բաներ կա, ես ինչ կապ չունի, ես ծնվել եմ Երևանում, բայց ինչ-որ բաներ արթնանում են, չես կարող, չէ՞, արյան, որ ասում են արյունը ջուր չի դառնում։ Դրա համար ինչ որ անարդարություն որ տեսնում եմ, ես չեմ կարող լռել։ Ես պետք է Իսկ մեր հայրենակիցները Միացյալ Նահանգներում ապրող, ահագին ոմանք գուցե շատ ավելի վաղուց, ոմանք ոչ այդքան, իրենք առհասարակ ինչ դրսևորում ունեն, անտարբեր են։ Իրանք շատ կոտրված են ամեն ինչից։ Անտարբեր չեն, կոտրված են, հուսախաբված են, խաբված են։ Բայց այնց պետք է արթնացնել իրանց մեջ այդ։ Ինչ անել, լավ։ Դե ամեն մարդ իր աշխատանքով, ես ֆիլմով, դուք
հեռուստատեսությունով, ամեն մեկս մեկ էլ մի բան չհասկացա, ինձ թվում է ոչ մեկ իր տեղում չի ստեղ։ Ինձ թվում է բժիշկը ճարտարապետությունով ազբաղված, ճարտարապետը գնացել է ոստիկանատ, որովհետև բաներ կան, որ չես հասկանում, էլի։ Ես մի անգամ ասել եմ, որ ասենք ինձ տան մսի կոմբինատի տնօրեն, կովերն ու խոզերը կսկսեն կինո նկարվել, խաղալ, այդ կոմբինատը կքանդվի այդ կոմբինատը, չի մնա կինո թատրոն բեմադրություն եմ արել կովերի հետ, ու չգիտեմ, այսինքն ինչ-որ տես բան եմ զգում, բայց կարող է սխալվում եմ, չգիտեմ։ Չէ, ավաղ չեք սխալվում եւ այդ արտահայտությունը համատարած ասվում է անկախ մասնագիտության այո, տեսակից մենք տեսնում ենք այդ։ Մի բան, տես կան մարդիկ, որոնք սիրում են փող ու ոսկի, մարդիկ կան սիրում են հող ու հայրենիք։ Այդ ֆիլմը դրա մասին։ Որ բարությունը ամենաթանկ ոսկի դրամն է եւ այն բոլոր հարցերը, չեմ ուզում բացեմ բոլոր հարցերը։ Բայց տեսեք, այստեղ էլի իրարամերժ իրականություն է, որի հետ ես անընդհատ ես իմ անուշ Հայաստանի խորագրում խոսում եմ այս իրարամերժությունից։ Մենք պիտի սիրենք հողն ու հայրենիքը, որովհետեւ դրա համար շատ թանկ գին ենք վճարել։ Եվ այստեղ ասել թանկ գին անգամ տեղին չէ, որովհետեւ արյունը գին չունի։ Դու ավելին չի լինում, կշերքի նժարին դնելու էլ չի։ Բայց իրականում տեսեք, եւ այդ արտահայտությունը ես էլի լսեցի, ասում են թուրքն ասում է ինձ հող, հայն ասում է ինձ փող։ Եվ այս արտահայտության մեջ իհարկե համ գժվում եմ, համ խեղճանում եմ, համ կռվում եմ, համ չեմ հավատում, որ հայ այդպիսին է, որովհետեւ ինքը ամենաթանկ գնով է վճարել այդ հողի համար։ Բայց իրականում նաև այդ հայրենիքից էլ դուրս է, անընդհատ, միշտ, այսօր, երեկ, վաղն էլ է երևի լինելու, ու մենք անընդհատ խոսում ենք, հա, այդ հայրենիքից գնալու, լքելու, հետո տենց կենացներ խմելու հայրենիքի մասին։ Իրականում հային, այսինքն ինչ է, դիմացկուն չէ, մի քիչ նեղանում է, գնում է, ինչի է այդ դեպքում, եթե ինքը հողի մասին այդքան խոսում, այդքան կարոտով խոսում, այդքան հայրենիքի գաղափարի մասին խոսում, բայց ինքը մեկը այստեղ չի։ Լավ, սփյուռք հասկացողությունը ոնց ստեղծվեց, ինչի հետևանք է։ Ցեղասպանություն։ Այդ մարդիկ իրանց ամբողջ աշխարհով հայերը չտարածվեցին, չէ, արտաքսվեցին, ցեղասպանությունը եղավ։ Իսկ սովետական միությունից հետո, քանի որ սոցիալ-տնտեսական կարգավիճակն էր բարդ, շատ մարդիկ չէին կարողանում պահել իրանց ընտանիքը, երեխեքին, պատերազմ էր, դրա համար այս բանը առաջացավ։ Այ հիմա ինչն է պատճառը։ Եթե այսպես շարունակվի, չեմ ուզում Հայաստանը դառնա փոքր Ամերիկա, ճիշտ հասկացեք ինչ նկատի ունեմ Ամերիկա, որ տարբեր ազգեր ապրեն, ասեն դա երկիր է, էլի։ Ամերիկան ոնց է սա չինացի, ինչ-որ զբորնի փոքր ենք այդպիսի շռայլություններ թույլ տալու համար։ Բայց ում է հարմար որպեսի այդպիսի, ես այս տարբեր ազգեր եմ տեսնում, շատ ուզում եմ հասկանամ ինչ են անում։ Ես կարող եմ ասել ինչ են անում։ Ես չգիտեմ հələ։ Չէ, ոչ թե ֆիզիկապես իրանք ինչ են անում, ես կարող եմ ասել ինչ արեցին, երբ որ արդեն տարբեր ազգի ներկայացուցիչներ այստեղ իրար ասեմ բավականին վատ են պահում, բայց ես քո հարցին պատասխանեմ, իրականում ես բնականաբար սա շատ ցավով եմ տանում, որովհետև ասում եմ ինչ որ մի պահի բոլորս էլ ես էլ դու էլ բոլորս էլ դրա մասին մտածում ենք, բա լավ, ասենք ինչքան կձգենք, մենք տարիքը մեծանում է, մենք էլ ենք ուզում կյանք տեսնենք, մենք էլ ենք ուզում լավ ապրել ֆինանսական առումով, չէ, մենք ավելի մտքով հանգիստ ապրել, հոգով խաղաղ ապրել, ուզում ես ստեղծագործել եւ այլն եւ այլն։ Օրինակ ես ինչ եմ նկատել, ես Սփյուռքը բաժանում եմ մի քանի մասի, օրինակ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ուրիշ բնավորություն ունեն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, ես Միացյալ Նահանգներում ինչ եմ նկատել, համոզված եմ դու ես նկատել, Միացյալ Նահանգներում ապրող հայը կարող է 10 տարի Հայաստանում չլինել, բայց ինքը պարտադիր պետք է հայրենիք ունենա, եթե ինքը հայրենիք չունեցավ, դա կլինի իր վերջը կամ վերջի սկիզբը։ Այս հայրենիք ունենալու այդ փիլիսոփայությունը շատ կարևոր է։ Եկել է ավանդական Սփյուռքից։ Ինչի, այսինքն ցեղասպանությունից հետո հայերը շատ Ռուսաստան չեն գնացել։ Ռուսաստան գնացին այդ 90-ական թվականներին։ Հա, ավելի շատ գնացին։ Բայց այն ավանդական Սփյուռքի համար հայրենիքը դա բոլորովին ուրիշ սուրբ վայր է, սուրբ տեղ է, ել չեմ ասում մեր համար, ես ինձ միշտ Երևանցի եմ համարել, կապ չունի Ամերիկայում եմ ապրում, թե Տոկիոյում, ես Երևանցի եմ, ես հայ եմ։ Իսկ ինչը կբերի մեր հատկապես
շատ նոր, հա, այս գնացած դե գիտեք ինչքան դերասաններ ունենք այնտեղ, հատկապես հիմա ես ինչի եմ խոսում դերասաններից, դե մեր ընկերներն են, որոնց մենք այստեղ համագործակցել ենք եւ այլն։ Այ գոնե թե այս գնացած մեր հայերին ինչը կբերի ձեզ Հայաստան։ Եթե խոսքը գնում է դերասանների մասին, ես դեռ չգիտեմ այստեղ արտիստները ինչ սոցիալ տնտեսական պայմաններում են ապրում, ինչքան Հա, նույն բանն է։ Մարդ մարդիկ գնում են, որ ինչ որ բան անեն։ Հետո ես մի շատ 40,000 աստանում դասախոսը։ Հա, դա շատ կարևոր հարցեր են, շատ մանր հարցեր են, որ ճիշտ է, չեմ ուզում հիմք վերցնեմ փողը, փողը չեմ ուզում հիմք վերցնել, բայց դա ինչ որ որոշիչ դերը խաղում է։ Հետո գիտեք, ես sense մի բան ունեմ, ես իմ արվեստի մեջ հաստատ գրդոն չեմ արել ու չեմ անում, ու դա բոլոր իմ գոլեգաները կհաստատեն։ Ես Ամերիկայում ուժ գործել եմ արել, որպեսզի փող աշխատում, ես ընդհանրապես չեմ էլ ամաչում դրանից, պետք է աշխատեմ, պետք է բան, բայց ինձ հայրթա հասել է իմ արվեստին, իմ աշխատանքին, ինձ դա չի գոհացնում, որ ասեմ, լավ, դե փող, իմ գործով եմ զբաղվում, փող առնում եմ, ապրում եմ։ Չէ, ես մի քիչ դա կարող է սուբյեկտիվ բան եմ ասում, չմեղադրելով իմ գոլեգաներին, հասկանալով իրանց նաև, բայց ինքը իմ համար շատ սուրբ տեղ է ու շատ մաքուր տեղ է։ Ուրեմն ես այդտեղ գտնելուց պետք է ձեռքերից լվամ նոր մոտենամ։ Մենք գիտեմ, ես ու Անուշիկը երևի մեկ շաբաթ առաջ, մի քանի օր առաջ մենք քննարկում էինք եւ այնտեղ նկարահանվող սերիալ կլինի, աշխատում են, այստեղ նկարահանվող, հա, ես Անուշիկի հետ համաձայն եմ, բայց ես շատ տենց մեղադրական չեմ խոսում ամեն դեպքում, որովհետեւ Չէ, ես խոսում եմ։ Որովհետեւ դե ամեն դեպքում կնոջը սազում է, տղամարդը չի սազում։ Մենք կալիգյալն ենք ավելի։ Չէ, ես ուզում եմ, որովհետեւ ես գիտեմ ինչքան տաղանդավոր, իսկապես տաղանդավոր դերասաններ են այստեղից հեռացել, բայց ես չեմ ուզում, ես կուրսեցի էլ ունեմ այնտեղ, որը մարկային որակական առումով ես այն որ ասում համար առաջին տղամարդու տեսակի մեջ եմ դասում, բայց ես չեմ ուզում այդ որակի դերասաններին ու մարդկանց տեսնել այդ որակի սերիալներում, որովհետև ես չեմ ուզում, որ հային այդ տեսակ ճանաչեն։ Ես համաձայն եմ քո հետ։ Այդ տեսակ դուք ասում եք, ես չեմ իմ մասնագիտության մեջ փորձում սրբորեն մոտենալ, կամ չանել, կամ անել լավ։ Բայց միայն սա է, միայն դա է, որ պահում է տեսակին։ Որը Դու ինչի չարեցիր ամենտեղ նկարահանվելով եւ այլն։ Կա եղել է մի անգամ փոքր սխալմունք, շուտ դուս եմ։ Օրինակը։ Հա չեմ անի, չեմ կարող, ոնց բացատրեմ, որովհետեւ ես ինքս ոչ թե այդպես կապրիզնի կեղտոտ արվեստագետ եմ, որ ամեն ինչի հարցի տակը փորփրում եմ, ես այդպես եմ, շաղ այնքան հարց տա, բայց իմ համար ոնց ասեմ, ես Սարոյանին չեմ փոխարինի Ձիվանի վրա սերիալի ներկուսով խոսանք, որտեղ ստեղ շտեպսելն էլ երևում է, ասում եմ լավ, շտեպսելը երևում է։ Ես իմ կռիվն եք տվել, մենք նույն կռիվն ենք անում, այսինքն սպասում ես թե շտեպսելից մի բան տրաքելու է, դուրս է գալու, ոչ բան չկա, լավ օպերատոր ջան, լավ ռեժիսոր ջան, չես տեսնում թե շտեպսել է։ Երկու հոգի։ Դուք մենակ շտեպսելն եք նկատել։ Չէ, այդ օրինակն եմ բերել։ Ես ասում տեսախցիկի լարերն էլ եմ տեսնում կադրում եւ շատ բաներ եմ տեսնում կադրում։ Ու հետո նոմա որ գործը անում ենք էլի, չէ, ես այդ գործը անում ենք, կարող է ես, ինչ ասեմ, մետլախ խփելուց ասեմ գործը անում եմ, բայց այս գործում, իմ գործում ես փորձում եմ մնամ հավատարիմ։ Դե իրականում այս օրինակը շատ եմ բերել, բայց հատկապես ձեր մոտ ուզում եմ էլի այս պատմությունը պատմել, որովհետև շատ կուզեմ, որ ձեր կարծիքը լսեն մեր հայրենակիցները, որովհետև ես մոտավորապես գիտեմ միևնույն է ձեր որակը ինչ եք ասելու։ Բայց շատ տարիներ առաջ, երբ ես անդադ այդ սերիալներում մենք էլ ենք խաղացել, մենք էլ ենք տեսել վատ ու լավ որակներ, ֆիլմում էլ ենք խաղացել եւ նրա որակական հատկություններն էլ ենք տեսել, մրցանակներ էլ ենք ունեցել, հասկացել ենք ինչ է նշանակում լավ խաղի դեպքում գնահատական եւ այլն։ Բայց երբ խոսում ես այն մասին, որ սերիալը ձևավորում է ազգի մասին կարծիք, միշտ այստեղ այդ արտահայտությունն էր, գործը անում ենք, դու եկել հասել ես ուր։ Բայց այդ եկել հասել ես ուր արտահայտությանը ի պատասխան ես ասեմ, որ Եգիպտոսում ինձ եւ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայից իմիջայլոց մարդիկ ովքեր այսքան այն լեզուներ որ կարող էինք շփվել այդ մարդիկ երբ իմացան որ հայ ենք մի քիչ երեխաների հետ այսպես շփվելու ընթացքում ինձ բոլորը համատարած այդ հարցն էին տալիս այդ արիստոկրատ ընտանիքը մեծարող կնոջ հանդեպ բացառիկ վերաբերմունք ունեցող ազգի հետ ինչի եք պատերազմում ու երբ ես հարցրեցի իսկ դուք որտեղից գիտեք այդ ազգի մասին այդքան ասաց իրենց սերիալներից
Թուրքի մասն է։ Հիմա իրենց սերիալներից թուրքը ունի այդ տպավորությունը այդ ազգի մոտ։ Մենք ունենք վայրենի, փնթիր շտեպցել նկարող, կեղտոտ շտեպցել նկարող մարդու տպավորություն։ Ուրեմն ասեմ, այդ պատասխանը մի անգամից կտամ, բայց մի փոքր դիմացից այդ մի հատ սերիալ ունեն Великолепный век։ Այո։ Նայեցի։ Պատմական իրենց, այո, պատմական։ Ասում եմ, ես ինչ հետաքրքիր է, ինձ ինչ-որ բաներ է հիշացնում ես հարաբերությունները, բան է հիշացնում ես հարաբերությունները։ Նայում եմ, հենց գտա, սա Շեքսպիր է։ Իրանք Շեքսպիրը քանի սցենարիստով վերցրել են, փոփոխել են, դարձրել են, հագուստներ, դուք ուր այդ հագուստներն ու այդ թվի Անգլիա, Եվրոպա, Ֆրանսիա։ Հանրության մեծ մասը չգիտի այդ մասին, ինքը հենց այդպես էլ որակավորում է, ամենաարդար մտածեն, որ արդար ու այդ կոստյումները, բաները չեն ունեցել։ Այստեղ որակն է հարցը։ Նրանք ցույց են տալիս, թե Եվրոպան լավ են անում, կարող են անում են։ Մենք էլ պետք է այդպես մտածենք։ Մենք ունեցել ենք մի կոմիտաս են հնչեցնում։ Իրանք սերիալի մեջ կոմիտաս են հնչեցնում։ Մենք բագրատունիներ ենք ունեցել, որոնք 200 տարի Հայաստան են պահել։ Այսօր այսքան հարկեր են վճարվում։ Այդ հարկերը կարելի է տանել, հավաքել, Warner Brothers, ասես բագրատունների մասին ֆիլմ նկարեք կամ Paramount Pictures, այդ մեր շոկով փող դրեք ու թող հայեր չխաղան, ամերիկացի խաղան։ Ու Հոլիվուդ տարածի։ Թող խոսան ուղղակի մեր պատմության մասին վերջ։ Ինչ վատ է։ Այսքան հարկ է հավաքվում, ինձ թվում է որ կհավաքվի հարկ բանի համար, այդ կինոյի բյուջետի համար։ Բայղավ, չէ, մեքենայի փող չի մնում։ Չէ, բայց այս բանը պետք է մտածենք, էլի, որտեղ մենք ազգային պետք է մտածենք։ Տես դե լավ է։ Չէ, լավ է, չէ։ Ես ու դու պետք է մտածենք, դու պետք է մտածես, նա պետք է մտածի, նա պետք է մտածի։ Եթե դե լավ չանենք։ Բայց ընդ մի հատ նոր Mercedes-ա դուրս եկել կամ նոր Mercedes-ա դուրս եկել չի վարել երբևէ երիտասարդ տարիքում, չվարի, ախր, այնպես բաներ եք ասում։ Զորակ Գասպարեն, ամփոփելով մեր հանդիպումը։ Դուք հիշում եք ինձ տված ձեր խոստումը։ Այո, շատ լավ։ Հիմա դրա վերաբերյալ ասում եմ հաջորդ հարցս։ Երբ եք այստեղ նոր պրոյեկտ իրականացնում, որտեղ ուղիղ եթերում հնչեցված խոստումները չի կարելի դրժել։ Բայց զգում ես, չէ՞ Զորջան, էգոիստ։ Ասեք, ես իմ խոստումները պահում եմ։ Ասում եմ, Դավիթն։ Ես իմ խոստումները պահում եմ։ Նայ, գոյով, բուսաթով, կապուտաչյա։ Ես գիտեմ, ոնց ոնց գիտեմ։ Ինձ իրա պրոդյուսերի համար էլ հավելյալ գումար կտակ էլ։ Շատ լավ։ Երբ ենք մենք ձեզ հետ միասին համագործակցելու։ Ես խոստացել եմ, թող ամսի 10-ը վերջանա, պրեմիերան վերջանա։ Ամսի 10-ից բոլոր կինոթատրոններում գնալու է ֆիլմը, բայց ամսի 10-ից ես ավելի հանգիստ կլինեմ, ավելի լավ կլինի ինձ համար զուտ այս մի պրոյեկտից ազատվել, էլի, այդպես է, չէ՞, մի բան անում ես, մինչև չես տալիս, չես ազատվում։ Թողնես իրան։ Հա, թողնես իրան։ Դուք Երևան որ հասցեում եք բնակվում։ Ես այս պատմությունը պիտի պատմեմ ու փորձենք ամփոփել շատ տարիներ առաջ։ Դա 2005-6 թիվն էր։ Ես այն ժամանակ այդպիսի հեռուստատեսություն կար, Հայ TV։ Ճիշտ է, շատ լավ։ Դուք Ռուբեն Թումանյանի հետ կանգնած հեռուստատեսությունում զրուցում եք, ես նոր էի ընդունվել հեռուստատեսություն, բայց խնդիրը ես չէի։ Խնդիրը հենց այդ դերասանները հիմա Միացյալ Նահանգներում են։ Ու ես գալիս եմ տուն ու պատմում եմ, որ տեսել եմ ձեզ ու աղջիկների մի խումբ։ Ինչեր անում։ Ասում եմ, ինչեր ամ կանգնած խոսում էր, ում հետ էր խոսում, աղջիկների մի խմբ։ Տենց կանգնած էր։ Ես էլ տենց չգիտեի, որ այդ կարգի սեր է։ Ասեցի, փաստորեն տենց ապենք սիրել իրան, ես շուտ ասեք, կարայք նայել բարև էի, կանգնեց։ Հո ինչ էր անում, երբ ես գնալու էլի մենք էլ գանք են, ասում դե ես չգիտեմ ինքը որ ժամերին այնտեղ լինում, որ դուք գաք իրեն տեսնեք։ Ամեն անգամ չի կանգնած այդպես զրուցում։ Այո, բայց ես այդ ժամանակ հասկացա, հատկապես իմիջիայլոց այդ ժամանակ այդ մարդիկ, ովքեր այդ կարծիքն ունեին, իրենք արդեն դերասաններ են, ես դեռ ոչ, եւ ես հասկացա, թե ինչ բացառիկ վերաբերմունք ունեն դերասանները, ճանաչելով ձեզ իհարկե, ձեր դերասան կարող տղամարդ տեսակի հանդեպել, սիրում բոյը բուսատով եմ որ ասում։ Լնդել է, պրոբլեմ է։ Լնդերն է։ Ասում եմ ձեր են երիտասարդ տարիների մասին եմ էլ պատմում։ Բայց ես հուսամ, որ իրականում ես Դավիթն էլ ասում է, Աբրասամին ես Արուսը հետ տա։ Միասին մենք առիթ կունենանք, այսինքն մեզ համար պատիվ կլինի լինել այն պրոյեկտում, որը դուք կպլանավորեք։ Սիրով թող ամսի 10-ը անցնի։ Շատ լավ։ Իսկ մենք հրավիրված ենք, եւ դուք եւս սիրելի հեռուստադիտողներ հրավիրված եք Բարի մարդիկ ֆիլմին, որտեղ ուղղակի այո խոսվում է գուցե բարության դրսևորումների, դրա արժեքների մասին, իսկ այդ Վիլյամ Սարոյան ասում է արտահայտությունը ինձ թվում է պիտի որ
պատճառ լինի յուրաքանչյուր հայի անպայման նայելու, որովհետև ես այնտեղ շատ տաղանդավոր արտիստների տեսա, իմ ընկերներին, գնացեք տեսեք, համ էլ կարոտած դեմքեր կան, հաստատ կհիշեք նրանց։ Շնորհակալ ենք ձեզ, Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ ենք, դեռ 10 օր կա, բոլոր նրանք, ովքեր չգիտեն ով է Վիլյամ Սարոյանը, հիմա կարող են գնալ պոյսկալ, կարդալ, եւ իհարկե նաեւ ամսի 10-ից բոլոր կինոթատրոններում այո, ֆիլմը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։